15 տարեկան հանդաստ իրակ լակոտ ես, էֆիր ես բացելու բոլորին հայոյում ես, բռնվիր, մարմնավաճառ ես, միսը չգիտես թե որտեղ ցրես, բռնվիր, կլատ մեն ես, բարրիկ ես, բռնվիր, լավ տղեքի նկարների վրա հայոյանք գրող ես, բռնվիր, մի խոսքով են կեղտոտ շան տղեքը չհասկացան, որ ես ասեցի, կատակով ասեցի, լուրջ չընդունեցիք, լուրջ ասեցի, վաբշե բանի տեղ չդրեցիք, հիմա անցնում ենք այն իմ ամենադաժան գործին, բոլորդ մաքրվում եք, չեք հավատում, նայեք։ Ես միանշանակ նախ շատ ուրախ եմ Արամ ջան, որ այդքան շահախնդիր մենք դեռ շատ վաղուց պայմանավորվել ենք, որ նմանատիպ այս թեմայով քննարկում պետք է ունենանք ու ես շատ շնորհակալ եմ, որ առհասարակ սոցիալական ցանցերում շահագրգիռ կերպով ինչքան ես հետևել եմ, դու անընդհատ այս թեման ատելության խոսքի թեման, հայհոյանքների թեման, տարատեսակ համընդհանուր ու համամարտկային արժեքների նվաստացման այդ դրանց վրայով անցնելու այդ թեման անդադ բարձրացնում ես ու փորձում ես դրա դեմ պայքարես ու անկեղծ ասեմ, ես անկեղծ չգիտեմ քո քաղաքական հայացքները, ու այդ ինձ կարևորել չի, ուղղակի որպես քաղաքացի, երբ որ դու այդ ամեն ինչը անում ես, այդ արդեն ինձ շատ գովելի է ասեմ, որ այս թեմայով ես քո այդ դաշնակից եմ Տիկին Ղազարյանը, քո այդ դաշնակից է, ու իմ ընկալմամբ ես այսպես մոտավոր պատկերացում ունեմ, թե մենք ինչ պետք է անենք, մենք պետք է ներքին գործերի նախարարությանը խնդրենք, որպեսզի ոստիկանությունում հենց հատուկ կամ ստորաբաժանում ստեղծվի, կամ եղած կիբերհանցագործությունների դեմ ստորաբաժանում որոշակի վերապրոֆիլավորվի, արագ արձագանքման հարթակի պես մի բան պետք է ստեղծվի, որտեղ ուղղակի սիլկեն, ուղղակի ուղարկես այդ մարմինը, այնտեղ իրանք, չգիտեմ, եթե խոսքը խուլիգանության մասին է, որ վիդեոյում այնտեղ խուլիգանություն են անում, դա միանգամից դառնա քրեական գործ։ Ու ձեր փորձառությունն է շատ կարևոր, որովհետև դուք պատմեցիք արդեն ով կադրում, թե ինչպես եք մեկին բացահայտել։ Ես կարծում եմ, այս մեթոդները նաև պետք է մեր իրավապահ համակարգին, որտեղ վստահ եմ, որ իրավապահ համակարգն է մշտապես կատարելագործվելու խնդիր ունի, անձեն աչքով տեսանելի են խնդիրները, որոնք առկա են սոցիալական ցանցերում, մենք մեր գործընկերների հետ հաճախ խոսում ենք անթույլատրելիության մասին, թե թմրամիջոցների վաճառքի եւ թե պոռնոգրաֆիկ, հատկապես մանկական քոնթենթի վերաբերյալ ես շատ զգայուն եւ անհանգիստ եմ։ Ես կարծում եմ, որ գործընկերությունից հետ կարող ենք քննարկել օրենսդրական բացը, եթե կա այդպեսին, եւ անպայման հանդիպել իրավապահ համակարգին։ Ես կարծում եմ, կարիք կա, որպեսզի մեզ այցելեն ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները ամենաբարձր մակարդակով, որովհետև ես վստահ եմ, որ քաղաքական կամքը կա, ԱԱԾ ներկայացուցիչները հասկանալու թե ինչպես են պայքարում հատկապես ապօրինի շրջանառության թմրանյութերի եւ նման ուրեմն բովանդակության։ Ես կարծում եմ, որ սա լավ սկիզբ է համագործակցության եւ ամեն դեպքում չի կարող այն ուրեմն խարդախությունը, որը տեղի է լինում օֆլայն պատժելի լինի եւ օնլայն չպատժելի։ Ես կարծում եմ, որ մի համուր ջանքերով կարող ենք հաղթահարել աղետը։ Էնպես որ, ինչքան վատ էջ կա TikTok-ում, շուտով կանետանան։ Կնայեք ու կասեք,